Firebird եւ Nvidia ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանում կկառուցվի արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն։ Նախատեսում են 26 թվականից սկսել ծրագրի իրագործումը։ $5 միլիարդ արհեստական բանականության տվյալային կենտրոնը այս տարածքում է Նիկոլ Փաշինյանն առաջարկում կառուցել։ Սա այն նույն վայրն է, որտեղ Հայաստանի իշխանությունը նպատակ է դրել մինչև 2030 թվականը ակադեմիական քաղաք հիմնել, բայց գետնի վրա որևէ աշխատանք չի երևում։ Փաշինյանական իշխանության 7 տարիներին խոստացված, որ բիզնես նախագծի բախտին կարժանանա արհեստական բանականության տվյալային կենտրոնը։ Քան հնարավոր է։ Մերձավանի հեռուստացույցի գործարանի, թե Սեպուխ 1 ավտոմեքենայի գործարանի, կամ գուցե Գավառի Ծովազարդ գյուղի տեքստիլ գործարանի։ Firebird ընկերությունը նոր է հիմնադրվել մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ Ռազմիկ Հովակիմյանի, թիմում են նաև Նուբար Աֆեյանը, այս ծրագրի իրականացման գործում մեծ ավանդ ունի նաև Nvidia ընկերության փոխնախագահ Ռևլի Պարիցյանը եւ այլոք։ Թե ինչ դեր է ունենալու կառավարությունը նոր հիմնադրված Firebird ընկերության ու սուպեր համակարգիչներ արտադրող Nvidia-ի մեգանախագծում դեռ քննարկվում է, ասում է ԲՏԱ նախարարը։ Կարծիքները տարբեր են։ Հայաստանը արդյունաբերական երկիր դարձնելու խոստում բազմիցս է հնչել Փաշինյանի կառավարման ավելի քան 7 տարիներին։ Ցուցակահարեն 2018-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը Գավառում մի ցուցակ հանեց ծոցագրպանից ու հերթով կարդաց, թե ինչ ներդրումային ծրագրեր կան Հայաստանում։ Այս պահին նրանց իրագործումը Հայաստանի Հանրապետությունում սկսված է եւ ընդհանուր առմամբ նրանք 589 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում։ Եվ այս ներդրումային ծրագրերը ես հույս ունեմ, մենք ամեն ինչ կանենք, որ նրանք բոլորը իրականություն դառնան։ Այս շռայլ խոստումներից քանիսն իրականացան։ Միանշանակ։ Փաստն այն է, որ գավառցիներին խոստացած մեկ ծրագիր այդպես էլ անկատար մնաց։ Խոսքը բամբակի վերամշակման գործարանի մասին է, որը ըստ Փաշինյանի պետք է 1200 աշխատող ունենար։ Եվ ես հույս ունեմ, որ սրանով Գավառը քայլ առ քայլ կվերգտնի արդյունաբերական կենտրոնի իր երբեմնի ավանդույթները։ Ծովազարդի մի գործարար ըստ Փաշինյանի որոշել էր Հարազատ գյուղում տեքստիլ ֆաբրիկա հիմնել, բամբակից թելմանել։ Բամբակն էլ Արմավիրի մարզում էր մշակվելու։ Երբ ես մտել եմ վարչապետի սենյակ ընտրվելուց հետո, առաջին գործերից մեկը, որի հետ առնչվել եմ, հետևյալն է։ Ինձ տեղեկացրել են, որ մի գործարար Հայաստան է փորձում ներկրել բամբակի սերմեր, որպեսզի էքսպերիմենտալ ցանկ իրականացնի Արմավիրի մարզում եւ մաքսային մարմիններում ինչ-որ խնդիրներ են առաջացել եւ այլնի հետ։ Ես հետաքրքրվել եմ, թե ինչ պրոբլեմ է եւ այլն, իբր ֆիտոսանիտարական պրոբլեմ կար, ես հանձնարարեցի, որ արագ ստուգեն եւ անպայման ներս թողեն այդ սերմերը Հայաստան։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը վստահեցրել էր, որ Ծովազարդի անհայտ գործարարն արդեն Արմավիրի մարզում բամբակ է ցանել ու պարզվել է, որ սպասվածից առատ է բերքը։ Որ այս ընտրություններում 7 տարի է անցել, բայց Ծովազարդում բամբակ դեռ չեն վերամշակում, Հայլուրի հետ հեռախոսազրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավարը։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Նրա խոսքով 15-20 տարի առաջ են վերջին անգամ Ծովազարդում բամբակ վերամշակել, գործարանն հիմա չի աշխատում։ Ժողովրդի գլխի տակ բամբակե փափուկ բարձ էին ուզում դնել հեղափոխական իշխանությունները։ Չկան նաև բամբակի արտերը։ 5-6 տարի առաջ Արմավիրի Արաքս գյուղում իսկապես բամբակ են ցանել, բայց հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող գյուղում ապրողներն ասում են, ինչ որ մարդիկ եկել իրենցից հողեր են վարձել, մի տարի ցանել են արտերը, բերքը քաղել, հետո մոռացել են գյուղի մասին։ Ստե չէ, Ռուսաստանի զանգին ասեն, որ մշակում են բան ինչ-որ այդպես։ Հետո ինչ եղավ։ Հետո եկա իրենք հարկուտուր գտվեցին, այդ մի սեզոնը մի անգամ ցանեցին ու վсё։ Ու տենց ամայի մնացել են։ Թե ով էր այդ մեգանախագծի հեղինակը ու ինչու հանկարծ որոշեց այլևս բամբակ չցանել Արաքսի դաշտերում, չգիտեն գյուղում։
բայց բոլորը չէ որ արտերը տվել են վարձակալության, հավատալով բամբակ ցանողների խոսքերին։ Հեկտարուկես հողս բա տվեք մեզ, մենք բամբակ ցանենք, ձեզ սենց կանենք, նենց կանենք, ես էլ ասի ես կասկածում եմ ձեզի, իմ հեկտարուկես հողը ես ձեզ չեմ տալի։ Հայ-թուրքական սահմանի պռնկին բամբակի արդեն նախկին արտերը հասնելու համար ըստ գյուղացիների ԱԱԾ սահմանապահների թույլտվությունն է պետք։ Տիկին Ալվարդը, որ իր արտերը չի տվել բամբակ ցանողներին, մի օր գնացել է տեսնելու, թե ինչ վիճակում է իր հողը։ Ասում է 1000 հեկտար արտերում փուշ ու տատասկ է հիմա աճում, հատուկենտ կարելի է նաև բամբակի թփեր տեսնել, մի քանի թուփ տուն է բերել։ Չէ, նորմալ մաքուր բամբակի լասի անեմ, յանը պտղտեմ։ Այս կինը հիշում է, որ սովետական տարիներին բամբակ ցանել մշակել են այս հողակտորներում, բայց զարմանում է, թե այդ ինչ դժվար գործ է բամբակ մշակելը, որ տաջիկների էին բերել իրենց գյուղ վարուցանք անելու համար։ Վերջում էլ միգրանտներին առանց աշխատավարձ են թողել։ Տաջիկները եկավ աղթեր աշխատավարձ չէին տվել, տոմսի փող չունեին, որ գնային։ Ես հելա գնացի գյուղապետին ասի, այս տաջիկներին բերել եք քսել եք ստեղ։ Մենք սահմանային գոտինք, մի բան կանեն մեր գլխին։ Կարա միտումնավոր բան է, այս խելքից օտար մարդկանց բերելից է մեր գյուղը։ Տաջիկներն ի վերջո մի կերպ գնացել են, պատմում է տիկին Ալվարդը, ու այդպես ավարտվել է Արաքսի բամբակի սպիտակ արտերի մութ պատմությունը։ Արմավիրում բամբակ աճեցնելու, Գեղարքունիքում այն վերամշակելու անկատար խոստումներից հետո իշխանավորները շտապեցին հայտարարել Հայաստանում հեռուստացույց արտադրելու մասին։ Այստեղ մենք բերում ենք ամեն տելևիզիոնները։ Այսինքն հիմա հայկական արտադրության հեռուստացույց բան լինելու է հաստատ, հա։ Ինքը Փաշինյանը, որ 2018-ի դեկտեմբերի 5-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններից 3 օր առաջ անձամբ էր գնացել Մերձավան, ծանոթացել հեռուստացույց, լվացքի մեքենա եւ այլ կենցաղային տեխնիկա հավաքելու արտադրամասին, Եվ նրանք պետք է դրանից 4 ամիս անց կառավարության նիստին կասկածանքով էր խոսում մեգանախագծի մասին։ Կարծես ինքն էլ չէր հավատում աչքի տեսածին։ մամուլում հրապարակումներ եղավ, որ մենք գնացինք բացեցինք եւ դա fake բացում էր, իրականում չի աշխատում, ինչա տեղի ունեցել։ Իրականում fake չի, ամենևին որևէ նման բան չկա, ուզում եի հատուկ բարձաբանել, որ լրացուցիչ հարցում ենք կատարել, մի քիչ ուշացել են պլանները, բայց աշխատակիցները վերապատրաստված են, այս առաջին խմբականակը, որ սպասում է մաքսազերծման, արդեն Փոթից Երևան ճանապարհին է, այս որոշման ուժով մաքսազերծումը կկատարվի առանց մաքսատուրքերի վճարման, առաջիկա ամսվա ընթացքում արդեն առաջին խմբականակը կարտադրվի։ Հայկական հեռուստացույցների հավաքման ձեռնարկության համահիմնադիրը լիբանանցի գործարար Նիկոլաս Էլ-Տաուիլն էր։ Նրա հիմնադրած IMG ընկերությունը Մերձավանում Ադամյան անունով հեռուստացույց էր հավաքելու։ Մասերը գնում էին Samsung-ից, առաջիկայում նախատեսում էին դետալները տեղում արտադրել։ Պարոն վարչապետ, ուզում եմ հիշեցնել, որ առաջին փուլում մենք հավաքում ենք միայն այդտեղ ունենալու, երկրորդ փուլում տեխնոլոգիական արդեն իրենք որոշակի բաղկացուցիչներ արտադրելու են Հայաստանում եւ խորացնելու են վերամշակման կամ արտադրության աստիճանը։ Այո։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալի 2019-ին Հայաստանում արտադրվել է մոտ 1000 հեռուստացույց, 2020-ին, 21-ին անգամ մեկ հեռուստացույց չի արտադրվել մեր երկրում։ Սակայն գործարանի բացմանը նախաձեռնության հեղինակները հայտարարել էին, որ ցանկանում են աշխատանքի ընդունել 80 մարդու ու տարեկան 126,000 տեխնիկա արտադրել։ Մոտ 7 տարի առաջ բացված հեռուստացույցի գործարանում հիմա շարժ չկա, գունավոր հեռուստացույցների արտադրող գործարանի ապագան մշուշոտ է։ Ձեռնարկության լիբանանցի համահիմնադիրը 2021-ին Sputnik Armenia-ի հետ զրույցում ասել էր, որ փակել են գործարանը, քանի որ Հայաստանում ներդրումային դաշտը այլևս բարենպաստ չէ։ 2018 թվականին այս թիթեղապատ շենք շինությունում զարկ տրվեց հեռուստացույցների եւ այլ կենցաղային տեխնիկայի արտադրությանը, 1 տարի անց այս ձեռնարկությունը փակեց իր դռները։ Հիմա հեռուստացույցեր կամ այլ կենցաղային տեխնիկա այստեղ չի հավաքվում։ Տարածքում բեռնատարներ ու շին տեխնիկա է կանգնած, առաջին հայացքից հիշեցնում է ինչ-որ շինարարական մի բազա։ Դժվար թե էքսկավատորներով կամ բեռնատարներով Հայաստանում կարողանային հեռուստացույց կամ այլ կենցաղային տեխնիկա հավաքել, արտադրել։ Հեռուստացույց լվացքի մեքենա արտադրելու անհաջող փորձից հետո Հայաստանում զարկ տրվեց մեքենաշինությանը։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը 2023-ի հուլիսին Facebook-յան իր էջում մի տեսանյութ էր հրապարակել ու գրառում արել, թե Հայաստանում արտադրվում են Սեպուհ 1 անունը ստացած ավտոմեքենաներ։
Հետո ավելի ուշ պարզվեց, որ Սեպուհ 1-ը ընկերության անունն է, իսկ իրականում մեքենաները ոչ թե արտադրվում, այլ հավաքվում են Հայաստանում հարավկորեական Sanyong ընկերության պահեստամասերով։ Այս ընթացքում ընդամենը 10 մեքենա է ընկերությունը հավաքել, թեթև մարդատար, Tivoli crossover եւ Rixton ամենագնաց։ Սակայն Նիկոլ Փաշինյանի կաբինետի արդեն նախկին անդամ Վահան Քերոբյանը տարեկան հարյուրավոր մեքենա արտադրելու նշաձող էր սահմանել։ Նպատակ կա տարեկան մի քանի 100 մեքենա արտադրել, որ շուկայի համար Հայաստանում ներքին եւ արտաքին։ Բնականաբար ցանկացած արտադրություն սկսում է assembling-ից, այսպես ասած հավաքումից եւ հետզհետե տեղի ունենում լոկալացում։ Բայց Սեպուհ 1-ն այդպես էլ երկուս չդարձավ։ 2023-ի վերջին դադարեց աշխատել կորեական մեքենաներ հավաքող գործարանը։ Ընկերության հիմնադիր Ջանեզ Ավետյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ խնդիրը ԵԱՏՄ կանոնակարգն է, ըստ որի ԵԱՏՄ երկրում արտադրվող ու վաճառող նոր ավտոմեքենաները պետք է ապահովված լինեն անվտանգության e-call համակարգով, որը վթարի դեպքում ավտոմատ կերպով տվյալներ է փոխանցում նախապես ծրագրված շտապ օգնության կամ փրկարար ծառայության հեռախոսահամարներին։ ԵԱՏՄ կանոնակարգը նաև պահանջում է, որ հենց արտադրողը փորձարկի համակարգը crash test-ի միջոցով, ու միայն դրական արդյունքի դեպքում մեքենաները կարող են սերտիֆիկացվել ու արտահանվել ԵԱՏՄ երկրներ։ Բայց Հայաստանում ընդամենը 10 մեքենա էր արտադրվել, որից 3-ը պետք է զոհաբերվեր crash test-ի համար։ Վերջին 7 տարիներին կարմիր ժապավեններ կտրած, հանդիսավոր բացում արած, ապա կարճ ժամանակում փակված ձեռնարկություններ կարելի է շատ թվարկել։ Դրանցից մեկն էլ Fly-Arna ազգային ավիափոխադրողն է, որը համատեղությամբ բացել էին խայտառակ պատմությամբ հայտնի Անիվ հիմնադրամն ու Air Arabian։ 2021 թվականին պետական գրանցում ստացած ընկերությունը իր մահկանացուն կնքեց անցյալ տարի։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Հենրիկ Համազասպյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։